Սիրելի ժողովուրդ, Աստծո ժողովուրդ, ոնց որ մեր քույրն ասեց, ժողովուրդ, որ Աստծուն ահավի ասեմ։ Շատ ուրախ եմ ձեզ բոլորիդ նորից տեսնելու։ Շատ ուրախ եմ, որ այս ծառայությունը նորից վերականգնվեց։ Ընդունեք իմ շնորհավորանքները մեզ բոլորիս։ Ես գիտեմ, որ էսի շատ մարդկանց մոտ ցնծություններ առաջացրեց։ Լավ կողմով ասելով։ Երբ որ անցած կիրակին ներս մտանք, մի քիչ ուշացումով արդեն սկսվել էր, տեսա լեփ-լեցուն դահլիճ, նոր մարդկանց, հին մարդկանց, այս ծառայությունը հիշելով մի ցնծություն, մի հոգու ցնծություն ապրեցի։ Ու հետաքրքիր է այդ նույն ցնծության այդ մասին լսեցի մեր հովից, լսեցի տարբեր քույր եղբայրներից, այսօր էլ Անդրանիկ եղբայրն եկեղեցում առավոտը Հայկին հարցնում, հա ո՞նց էր գործիքի առաջի ծառայությունը, ասում եմ լացելով, ուրախությունից լացելով, ամեն իրոք այդ զգացմունքը բոլորի մոտ կա, երբ որ ես նայում ես, ասում ես Աստված բարի է, Աստված ողորմած է, Աստված արկայծող պատրույգը չի հանգցնում, այլ վառում է, որ տունը լուսավորվի, տան մեջի մարդիկ լուսավորվեն եւ այդ տունը դնում է բարձր լեռան վրա, որ բոլորը տեսնեն այդ լույսը ու ցանկացողները գան ասուն ու լուսավորվեն Աստծո կենթանարար, զորավոր լույսով։ Փառքաս։ Ու ես գիտեմ, որ գնալով ավելի այդ լույսը ուժեղանալու է երկրի վրա, այս գործիքի վրա։ Փառքաս դրա համար։ Շնորհակալ ենք Աստծուց։ Իրոք Աստված միշտ ողորմած է։ Ճիշտ է, մենք ժամանակավորապես կորսեցինք ծառայությունը, կորոնայից առաջի նկատի ունեմ, բայց մենք ոչ մեկին չկորսեցինք մարդկանց։ Գիտեք ինչի համար, որովհետև ստեղ հավատարիմ, աստվածավախ, Աստծուն ծառայող մարդիկ են։ Դրա համար Աստված նորից վերականգնեց այս ծառայությունը։ Այսօր իմ քարոզի, այսօր ես ոչ թե ուզում քարոզեմ, այլ ուզում մի զրույց ունենամ, ընտանեկան զրույց։ Քարոզես վերնագիրը, ընտանեկան զրույց եւ նոր սկիզբ։ Իհարկե, այս զրույցը, քանի որ մենք ընտանիքի անդամ ենք, ես ձեզ բոլորից շատ սիրում եմ, շատ կարևորում եմ, դրա համար ինչ որ խոսեմ, ընդունեք որպես անկեղծ զրույց իմ մտքերն են։ Ընդունողը թող ընդունի, եթե չեք էլ ընդունի, ասեք Հակոբներ մի բան խոսավ։ Կարևորը ստե քար չկա, քար գոցեք, փառք Աստծուն։ Ես ձեզանից մեկն եմ։ Ու ինչ էլ որ խոսամ, առաջին հերթին ես ինձ նկատի ունեմ։ Ես ոչ մեկին անհատական նկատի չեմ ունենա, չունեմ։ Ու ինչ էլ ասում եմ, ոչ թե ինչ որ բաներ հիշեցնելու, այլ ոնց որ այսօր վերասվեց բժշկության ազատագրության օրինելու համար։ Սիրելիներս, ես հիշում եմ առաջի անգամ, երբ որ եկա գործիք ծառայության, 2010 թվական, 2011 թվական ապրիլի 10 կոնսերվատորիայի շենքում էր։ Այդ օրը առաջի անգամ Աստված ինձ հանդիպեց։ Առավոտը հանդիպեց 11:30 կողմերը եւ երեկոյան արդեն չեմ հիշում 5-ին էր ծառայություն թվեցին, ես արդեն ստեղ էի։ Ու մտա տեսա իրոք Աստծո տուն։ Աստծո մարդիկ այդ վաղ նորվեգիացի եղբայր էր քարոզողը, չգիտեմ էլ անունը, բայց տեսա հարազատ ժողովուրդ, տեսա Աստծով լցված, սիրով լցված, եռանդով ծառայող Աստծո ժողովուրդ։ Ու ունենց հարազատություն տեսա։ Այդ օրվանից ես դառա այս ընտանիքի անդամ, այս ընտանիքի մաս։ Դրա համար այսօր ինձ մի քիչ իրավունք եմ վերապահում անկեղծանալ ձեր հետ։ Այդ անկեղծության մեջ թե նոր մարդիկ կլինեն, թե հին մարդիկ, թող կարևոր բան է, կարա բժշկություն բերի։ Ուրախ եմ նաև տեսնել այն մարդկանց, որ գենտում չէին կարողանում գալ, բայց այստեղ նորից տեսնում եմ։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ Այս կարճատև դադարը, չնայած երկարատև էր, լավ էլ կարճատև չէր, ահագին հա մոտ 6 տարի դադար էր։ Ես շատ եմ մտածել, ինչի համար Տեր Աստված։ Ու մի բան համար սրտիս եկե։
ոնց որ հիշեցի 5 տակարանից, երբ որ Աստծո ժողովուրդը ճանապարհից մի քիչ շեղվում էր, Աստված ուրիշ ազգեր էր բերում այդ ժողովրդի վրա, իր ժողովրդի վրա, որովհետև ինքը սիրում էր այդ ժողովրդին։ Որպեսզի գերության տանի կամ մի բան այն, որ այդ ժողովուրդը ապաշխարի նորից աղոթի դեպի Աստված, բժշկություն ունենա ու նորից Աստված իր գործն անի։ Այդ նույն բանը ես ոնց որ տեսա ստեղ։ Հիմքը Աստված դրեց, այս եկեղեցու հիմքը, ես հավատում եմ ու համոզված եմ, ու լավ դրեց։ Ընթացքն շատ լավ էր, ես նոր վկայեցի, ես եկա տեսա այդ, տարիներ գալիս են ու շատ ընտիր էր, բայց չգիտես ինչու, բաներ սկսվեց, ինչ որ մարդկային հարաբերությունների մեջ, խռովություններ, վեճեր մի թեթև, տենց ծառայությունների առիթով, չգիտեմ, տարբեր հարցերով։ Ես էսի չեմ հիշեցնում, որ ինչ-որ մեկին մեղադրեմ, էլ եմ ասում, ոչ մեկին նկատի չունեմ, եթե նկատի ունենամ, ինձ նկատի կունենամ, որովհետև միգուցե ես ինչ-որ մի հարցով թերացա, միգուցե կարայ օգտակար լինեի, բայց չեղա։ Ես ուղղակի ասում, թող ամեն մեկը իրան նայի, ինչ կարայի անեի, որ չարեցի, կամ ինչ արեցի, որ պետք չէր անել։ Իմ նպատակը այսօր, որ մենք այն հնից վատ բաներ չբերենք ստեղ, այլ հակառակը մենակ լավ բաները, այն ինչ որ կա դու կորոնայով մեռնեն մնան են հետ տեղերը։ Ուրեմն ոնց որ ասեցի, սկիզբը լավն էր, ընթացքը շատ լավն էր, տարիներ, բայց ձև բաներ մտավ։ Ու առաջին հայացքից նորմալ չի, որ ասի ժողովրդի մեջ կարող է այդպես բաներ լինի։ Բայց որ շատ ենք մտածում, տենում ենք որ մարդ ենք, մարմնի մեջ ենք ու կարող լինի ու մենակ անես չի որ մեր հետ է կատարվում։ Դրա համար որպեսի շատ անհատական չընդունեն մարդիկ ու նույնիսկ մարդիկ այսօր տենան ու վաղն է կարող այդպես բաներ լինի, իմանան ոնց դրանից դուրս գան, չմնան դրա մեջ, դա շատ կարևոր բան է։ Եկեք կարդանք Հակոբոս 4:1-ից։ Որտեղից են պատերազմներ եւ կռիվներ ձեր մեջումը, չէ որ այստեղից է, այսինքն ցանկություններից է, որ պատերազմում են ձեր անդամներում, ցանկանում եք եւ չունեք, սպանում եք եւ նախանձում եք եւ չեք կարողանում հասնել, պատերազմում եք, կռվում եք, բայց չունեք, որովհետեւ չեք խնդրում, խնդրում եք եւ չեք առնում, որովհետեւ չար կերպով եք խնդրում, որ ձեր ցանկություններումը վատնեք։ Այսքանը կուզենայի կարդալ։ Շատ սուր խոսքեր են, մտածում ես, այսին մեզի չի վերաբերում, այսին մենակ աշխարհի մարդկանց, ժողովուրդ ջան, այս մեզ է վերաբերում, ինձ ու քեզ է վերաբերվում, ինչի համար, նախ, այսօր ասում է չար, այդ չարը մենք չենք, չարը մենք Աստծուց ենք, մենք բարուց ենք, չար ասելով ի նկատի ունի չար հետևանքներ կարող են ունենալ կամ չար նպատակներ։ Այդ էլ բացատրենք ինչի համար, ինչ կարելի է հասկանալ։ Ուրեմն, այսինքն եթե չունենք, կարող է մարմնական ցանկություն, ես տենում եմ մարմնական կամ երեխայական ցանկություններ, որ կարող է լինել ամեն մի հավատացյալի հետ։ Մի քիչ արթուն չեղանք, մի քիչ ընկանք կրոնի մեջ կենթանի հավատքի, կենթանի հարաբերությունը թողեցի, շատ հեշտ կարող ենք ընկնել դրա մեջ։ Ու կապ չունի, ինչքան մեծ հոգևոր ես, նոր ես, մի տարվա ես, 50 տարվա ես, այս ամենը, ով մարմնի մեջ է, ինքը ապահովագրված չի այս անկումներից, այս սխալներից։ Սխալները մարդկանց համար է, անկումները մարդկանց համար է, ժողովուրդ ջան։ Բայց Աստծո ժողովուրդը չի մնում այդ սխալների մեջ, չի մնում ընկած վիճակում, որովհետև ասում է արդարը 7 անգամ է լինի, 7-ը դա շատ թիվ է, այս 7-ը չի որ հաշվենք 1, 2, մինչև 7-ը, 7-ը նշանակում է անվերջը կարանգնի, բայց ասում է կկանգնի, որովհետև նրան կանգնեցնողն Աստված է։ Դրա համար, եթե կանգնեցնողը մեզ կանգնեցնողն Աստված է, Աստված մեզ ձևեր է տալի, ճանապարհ է տալի, ոնց անենք, որ մենք ընկած տեղից չմնանք, այլ մեր սխալը հասկանալով մենք գանք դրա մեջ։ Ով վստահ ու մտածում է, որ իմը չի կատարվի, Աստված ասում է, ով վստահ, որ կանգնած է, թող զգուշ լինի, որ չընկնի։ Եթե մարմնի մեջ ես, հավատա, որ քո հետ է կլինի։ Ինչի համար եմ ես ասում, որ երբ որ կողքինիդ հետ տնում է, չմեղադրես, չդատես,
որովհետև Աստված ասում է, ինչ որ դու դատում ես, դու նույնն ես անում։ Մենք էլ ենք սխալական մարդ ենք, ստեղ իդեալական մարդիկ չենք, ստեղ իդեալական եկեղեցի չի, Աստծո աշկերի մեջ բոլորս իդեալական ենք, բոլորս լավն ենք, այս մեր սուրբ ենք, արդար ենք իրանով, այս մեր եկեղեցին էլ Աստծո եկեղեցին Աստծո մարմինը, այսինքն իդեալական է, բայց այս աշխարհում այս մարմնի մեջ դեռ մենք իդեալական չենք, անսխալական չենք, ունգներն ու հելնելը մեր համար է, բայց փառք Աստծո, որ մենք անգամ չմնանք, սխալների մեջ չմնանք, դա է շատ կարևոր։ Աստված անսխալական մարդկանց չի ընտրում, Աստված ընտրում է մարդկանց իրանց թերություններով, իրանց ամեն ինչով, ոչինչների ընտրում ու Աստված բարձրացնում է։ Աստծո գործն է դա անելը։ Մեզնից հասնում է մենք համաձայնվել այսօր ոնց որ մեր Տաթև քույրն ասեց, այս այն ժողովուրդն է, որ Աստծուն այո ասը։ Այ եթե մենք այո ենք ասել ու շարունակենք այդ այոները, Աստված մեզ ընկած չի թողնի։ Երբ որ մարդը ընկնում է, կամ ես ինչ որ կարդացի, չի նշանակում, որ վատ ծառայող էր, վատ հոգևոր էր, Աստծո հետ կապ չուներ ու ընկավ։ Ես կուզեմ էսի մենք ցույց տանք, ես ցույց տամ էսի Աստվածաշնչի մեջ, որպեսզի հասկանանք, որ ամեն մեկս կարող ենք ընկնել։ Ամեն մեկս այն բաները կա, մարդկային բաներ կա, մեր աչքին ուղիղ է երև, Աստվածաշունչն ասում է ճանապարհներ կան մարդու աչքին ուղիղ է, բայց վերջը վատ է։ Միգուցե այս ծառայողը մտածում է, որ ճիշտ է անում, լավ բան անում, բայց վերջը լավ չի դուրս գալի։ Չդատենք, Աստված թույլ է տալ այդ բաները լինի, որ մենք տենա մենք ոնց ենք վերաբերում դրան, տենա մենք ինչքան ենք մնում դրա մեջ կամ դուրս են գալի թե չէ։ Շատ կարևոր է մարդու հոգևոր աճը դրա մեջ է երևում, որ ինքը չմնա այդ ընկած տեղը, չմնա այդ սխալների մեջ, այլ դուրս գա։ Կանցնենք դրան էլ, թե ոնց դուրս գա մարդը։ Հիմա ես կուզենայի խոսեի, ասենք օրինակներ բերեի Մովսեսի մասին։ Մովսեսը տենց հոգևոր, հրեաների մեջ ինքը ամենա ուժեղն է, ամենամեծն է, ամենան է։ Աստված էլ ասեց հնազանդ եւ այլն, բայց եկավ պա մի նենց բան արեց, որ Աստված ասեց դու չես մտնի ավետաց երկիրը։ Իր նպատակները լավ էր, ինքը լավ հոգևոր էր, հոգով առաջնորդող, Աստծո հետ հանդիպած, Աստծով առաջնորդող, բայց սխալվեց։ Մարիամը իր քուրը մարգարե ավետ արանում էր, Աստծո հոգով այդքան բաները տեսավ, այդ ժողովրդի առաջնորդներից մեկն էր, այդ սյուներից մեկն էր։ Ու ինքը միտեղ ճիշտ էլ ասաց, Աստված մենակ հոգու հետ չի խոսում, իր հետ էլ էր խոսում։ Աստված մենակ հով հետ չի խոսում, մենակ քո հետ չի խոսում, այն մեկ հետ էլ է խոսում, բոլոր հետ կարող Աստված խոսա, բայց պրոբլեմները եթե Աստված դրել էր իրան, որ պետք է ինքը առաջնորդեր, դա պետք է հնազանդություն ուներ։ Աստված ինչ արեց, Մարիամը չսպանեց, բայց թողեց, որ Մարիամը այդ 3 միլիոնի մեջ մենք 30, 40, 50 հոգի ենք, մեր մեջ մի քիչ ուրիշ է, բայց այդ 3 միլիոնի մեջ գայթակղություններն ավելի շատ էր, բայց ես Մարիամն եմ, Մովսեսի քուրն եմ, այսքան բան անեմ, այսքան մարգարե անամ, բա ոնց ես ցույց չտամ, որ ես էլ կամ։ Աստված ցույց տվեց, ինչքան կաս, դե հիմա գնա այնտեղ բորոտությունով թող սաղ տենան, սաղ սպասեն, բոլորը քեզ սպասեն, մինչև դու բժշկվես, ապաշխարես, նոր գաս մի անաս, որ ժողովուրդը գնա։ Մենք առանձին չենք կարա ժողովուրդ ջան։ Մենք իրար հետ պետք է գնանք։ Ու Աստված ունես կանի, որ ամբողջ եկեղեցին սպասի մի հոգու։ Դրա համար մեզ պետք է որ նենց անենք, որ միասին բարձրանանք։ Եթե մեկը հետ է մնացել, չար համար են չթողանք ու առաջ գնանք, այլ սպասենք, դրա ձեռը բռնենք, բերենք։ Դավիթը փոքրուց հովություն էր անում, Աստծո հետ այնքան կապ ուներ, որ ինքն ասում էր, արդեն ասում ճանաչում էր, որ ասում էր Աստված ինձ այնքան բան ա տվել, որ ես գառներին, արջերի, առուստների բերանից եմ հանում։ Ես Աստծո անունով այս Գողիաթին կսպանեմ ու սպանեց։ Այն Դավիթն էր այնքան հոգով լցված, որ այսքան սաղմոսներ էր գրում, այն Դավիթն էր, որ իր նվագելուց չար հոգիները փախնում են, բայց ընկավ։ Մարդը համար արեց, երև իրա, որ տենար ինք իշքան, կամ չգիտեմ, շնություն արեց, մարդասպանություն արեց,
Այդ ահավոր զորավոր մարդը, բայց ընկավ, սխալվեց։ Բայց Դավիթն ինչ էր անում, Աստված ինչի համար էր Դավիթին սիրում։ Անչի համար ասում իր սրտի համեմատ, որովհետև Դավիթը միշտ ապաշխարում էր։ Դավիթը իր սխալը տենում ու գնում էր Աստծո առաջ, ապաշխարում էր, ինքը պատրաստ էր իր մեղքերի համար, իր սխալների համար նույնիսկ հատուցում տար։ Ու ինքը Աստծուն այնքան լավ էր ճանաչում, ասում էր Աստված դու տուր այդ հատուցումը։ Դու բարի ես, դու ողորմած ես, դու տուր։ Շատ կարևոր է, որ երբ որ մենք էլ ենք ընկնում, մենք էլ ենք սխալվում, գնանք Աստծու մոտ, անկեղծանանք, ապաշխարենք։ Ու Աստված մեզ չի թողատել, մեզ կբարձրացնի Աստված։ Լավ, 5 կտակարանան մարդիկ են, ասենք նոր կտակարանին։ Պողոս եւ Պետրոս։ Պետրոս, ամոթ չէ, դու կեղծավորություն արեցիր, առաքյալ մարդ ես, Հիսուս հետ քայլած, հոգով լցված, բայց եկավ պահը մարդ կայինը խոսած։ Հենց հրեաներին տեսավ, ինքը լեթանոսների հաս չկերավ, առանձնացավ։ Պողոս ինքն էլ դրեց այդ քանի մեջ այդ մարդուն հանդիմանեց։ Այդ նույն Պողոսը ինքնախոստովանություն անում։ Ասում է, երբ որ ուզում եմ լավն անեմ, չեմ կարող, վատն եմ անում։ Երբ որ վատը չեմ ուզում անեմ, վատն եմ անում։ Ինչ կաշ մարդ եմ ես։ Ու բացատրում որ դա իր մարմնի մեջ բնակող մեղքն է, ինքը չէր ուզում։ Շատ բաներ մենք էլ չենք ուզում, բայց ստացվում է մեր մոտ, ժողովուրդ ջան։ Պողոս, Մարկոս, Բարնաբաս։ Պողոսն ու Բարնաբասը որոշում են գնան եղբայրներին տեսակցության ավետարանչության։ Բարնաբաս ասում է եղբոր տղա Մարկոսին էլ վերցնենք մեր հետ։ Պողոսն ասում է ոչ, ինքը անհավատարիմ է։ Այն անգամ մեզի թողեց, չեկա մեր այդ ծառայության, հիմա մենք չենք վերցնի։ Բարնաբասը արդեն իմ ֆանտազիաներն է, դե Պողոս ջան, ոչինչ, ջահել է, ոչինչ, չէ որ չէ։ Դե չէ, իրանք իրար հետ վիճաբանվում են, գշտվում են գրածա, Պողոսը վերցնում է Շիղային, գնում է ուրիշ ուղղությամբ, Բարնաբասը վերցնում է Մարկոսին, գնում են ուրիշ ուղղությամբ։ Բայց անցնում է մի ժամանակ, Պողոսին համակներում ասում է Մարկոսին հետներդ բերեք, ինձ պետք է տիրոջ գործի համար։ Հասկացա, որ երիտասարդ էր, ընկնել կա, հելնել կա, բայց ինձ պետք է, ժողովուրդ, մենք իրար պետք ենք։ Մենք իրար շատ պետք ենք, որպեսզի կարողանանք Աստծո գործն անենք։ Ամեն մեկը, ստե չկա ավելորդ մեկը։ Մենք իրար շատ պետք ենք։ Դրա համար եմ այսօր ուզում մի քիչ անկեղծ զրույցը անենք, որպեսզի մեր մեջ բժշկություն լինի ու մեր մեջ գա հաստատուն, որ ինչքան կարևոր ենք մեկս մեկիս համար, ու որ ընկնելն էլ, հելնելն էլ մարդկանց համար է, մեր համար է, որ երբեք չմեղադրենք, այլ ընկածին կարողանանք ձեռ մեկնենք, բարձրացնենք, որ վաղը ես էլ որ ընկնեմ, ինձ էլ մեկը ձեռ բարձրացնի։ Մենք տեսանք էսի մարմնի գործեր, ես ուզում եմ, որ սխալ ճանապարհն է, եթե միտեղ այդ ընկած տեղը, դա սխալ ճանապարհ է, սխալվելը ընկած վատ տեղ է, որը որ Աստված չի ուզում, որ մենք մնանք։ Այսինքն մենք տենում ենք, որտեղ կարարնի խռովություններ, նախանց եւ այլն նոր ասացի, դրանք մարմնի գործեր են կամ երեխայություններ։ Կարող է մեկը հպարտանա ուզենա իր խոսքը առաջ տանի, մարմնական սխալ տեղա, որտեղ որ մեզ պետք չի մնալ։ Եթե նույնը մենք հասկանանք, որ էսի Աստված անես չէ, էսի մարմնական է, Աստծուն դուր չի գալի։ Ասում ով մարմնի մեջ ցանի, ապականություն կընձի, իսկ ով հոգու մեջ կյանք հավիտենական, օրհնություն։ Մենք հասկանանք մեզ որտեղ է պետք ցանել, որտեղ է պետք ներդնել։ Եթե մենք ընկել ենք, մեր եսը բարձրացել է պայի տակ, քրոջ եղբորը մի բան ասել ենք, չմնանք հասկանանք, որ այս թող ինքը հասկանա, դա հպարտություն է, դա մարմին է խոսում, մեզ պետք չի տեղ մնալը։ Եկեք մենք կարդանք Գաղատացիս 5:22-ը։ Հայտնի տեղ է։ Դրանից առաջ մինչև 19 խոսքը, 19-ից 22-ը մարմնի գործերի մասին է խոսում, որ մեզ պետք չի դի։ 22-ից, բայց հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն, այսպիսիների դեմ օրենք չկա։
Ժողովուրդ, սեր, եթե դու ունենաս, ում համար է պետք։ Կողքինի համար, քո համար չէ սերը։ Եթե դու քաղցրություն ունենաս, ում համար է պետք։ Եթե մի միրգը քաղցր է, ինչ են անում այդ մրգին։ Ուտում են։ Անենց արա քեզ էլ ուտեն։ Այսինքն տրվի իրանց գործին, իրանց համար։ Ուտելը չհասկանանք հենց ֆիզիկապես ուտեն, այսինքն եթե դու իրանց պետք ես, քո քաղցրությունով իրանք ապաշխարեն, քո քաղցրությունով իրանք ծառայեն, այդ քո քաղցրությունը իրանց տա այն, որ ինչ որ իրանց պետք է։ Քո բարությունը, քո հավատքը, քո հեզությունը, քո ժուշկալությունը, դրանք սաղ պետք են եւ քեզ, որ դու իմանաս, որ դու ճիշտ տեղում ես, բայց դրանք պետք են կողքիներիդ համար։ Նույնը բացենք առաջ Կորինթացի 13-րդ գլուխը, էլի հայտնի տեղ, սիրո գլուխ են դրան ասում, կարդանք 4-ից 7-ը։ Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձվում, չի գոռոզանում, չի հպարտանում, չի լրփանում, իրը չի որոնում, չի գրգռվում, չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ, ամեն բանի դիմանում է, ամեն բան հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է։ Եվ կարդանք 11-ն էլ, երբ որ երեխա է, երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի համարվում, բայց երբ որ մարդ եղա, այն երեխայության բաները խափանեցի։ Ժողովուրդ ջան, ճիշտ տեղը կարդացինք նոր, թե գաղատացիների մեջ, թե մի քիչ առաջ։ Այդ սերը, այդ քաղցրությունը, այդ համբերությունը, դրանք մեր համար են։ Դրանք այն մեր ճիշտ ճանապարհն է, որտեղ մենք պետք է լինենք։ Աստված ցույց է տալի ճիշտն ու սխալը։ Համի, այստեղ գիծը գծած է, էսի ճիշտ տեղն է, էսի սխալ տեղն է։ Աստված ասում է, ստեղ ցանի, որ օրհնվես, ստեղ մի ցանի, որ չափականվես։ Ու է դրանից կախված է համ մեր հոգևոր կյանքը եւ մեր կողքիների։ Շատ կարևոր բաներ է, երբ որ մենք Աստված տեսեք չի թողում, որ մենք մնանք կորած կամ սխալ բանի մեջ։ Աստված ցույց է տալի ճիշտ ճանապարհը, ցույց է տալի, որ դու սխալ տեղում ես, արդեն քո որոշումն է։ Դու որտեղ մնաս, թե որ միտեղ գնաս։ Շատ կարևոր է, որ հավատացյալը ուզենա սխալ ճանապարհից ճիշտ ճանապարհին անցնի։ Ընկած տեղից հելնի կանգնի, որովհետև այդ ընկած տեղը, այդ սխալ տեղը Իրանը չի, իր մեջ հոգի կա, մեր մեջ հոգի կա, Աստծո հոգին է։ Մեզ հանգիստ չի տա, որ մենք մնանք։ Այն մարդը, որ այդ հոգին չունի, հանգիստ կվայելի։ Մի ժամանակ ես աշխարհի մեջ հավեսով իմ հանգիստ վայելում էի այն ապականությունները, որը որ այսօր մարտահամաչումը դրա մասին խոսա։ Այսօր, երբ որ մի բան եմ անում սխալ, մեջիցս հոգին կարելի ասել մորթում է ինձ։ Հանգիստ չի տալի, քեզ տանջում է։ Պետք չի որ հովիվն իմանա, մի քույրն իմանա, մի եղբայրն իմանա։ Հոգին ինձ հերիքա որ տանջի, որ չթողա ես այդտեղ մնամ, որովհետև Աստված ինձ սիրում է։ Աստված չի ուզում, որ ես այդտեղ մնամ ու մեռնեմ, կործանվեմ։ Ոնց որ մենք մեր երեխեքին սխալ ճանապարհից ոնց ենք ուզում բերենք ճիշտ ճանապարհի վրա։ Աստված էլ շատ ավելի, որովհետև Աստված էլ շատ ավելի է սիրում։ Աստծո սերը ագապե սերը անպայմանական է, մերը միտեղ կարող է պայմանական շատ բաներ լինի, ոչ թե կարող է հաստատ կա։ Դաժե մեր ամենահարազատի հանդեպ այդ պայմանականը կա։ Մարդ ենք այս մարմնի մեջ։ Հոգով չենք ուզում այդ պայմանները լինի, բայց միշտ այս մարմին իրան ասում է։ Դրա համար մեր գործն է չմնալ այս մարմնի գործերի մեջ, ասում է հոգով սպանեք մարմնի գործերը։ Հեշտ չի, շատ դժվար է, ես գիտեմ։ Ինչպես ասեցի, Աստված ասեց, ճիշտ ու սխալ ճանապարհները հիմա հարցա ոնց գնանք, եթե ուզում եմ, ոնց անցնեմ այն կողմը։ Աստված մենակ ջերմաչափը չի տալի, որ ցույց տա որ տաքություն ունես, կամ չի ասում դեղ կա, բայց քեզի հասանելի չի։ Աստված ցույց է տալի, որ քո խնդրի ունես, խնդրի լուծումը տեսա, հիմա քո ընտրությունն է, խորհուրդ կտամ։ Ոնց որ Աստված ոնց ասում, աջ ձեռս մեջ օրհնություն է, կյանքա ձախիս մեջ մահա, անեց կա։ Ընտրի, ո՞րն ես ընտրում։ Բայց ասում խորհուրդ կտամ, աջ ընտրես, որ ապրես։ Այսօր Աստված մեզ ասում է խորհուրդ կտամ, հոգու մեջ ցանեք։ Մի մնացեք այդ մարմնի մեջ։ Մարմնական հետևից մի գնացեք, ընդ մակա, գնացեք հոգևորի մեջ։ Ժողովուրդ ջան։
Այսօրվա այս ընտանեկան խոսակցության զրույցի մեջ իմաստն է դա, որ բժշկություն ազատագրություն ունի։ Եկեք ամեն մեկս չմտածենք, որ այս բաները այն կողքինն է վերաբերվում։ Ամեն մեկս մեզ նայենք, մեր մեջ նայենք։ Պետք չի կողքինին դատել, մեղադրել, սատանայի գործն է դրանք։ Աստծո գործը բացել, որ օգնի, որ ազատագրվի, որ բժշկություն լինի, որ զորանանք ու Աստծո զորավոր գործերն անենք։ Ուրեմն մի քանի կետեր եմ գրել այդ անցումի համար։ Ինչ ձևով կարանք մի տեղից մյուս անցնել։ Ինչքանով ես եմ հասկանում, ժողովուրդ ջան, իմ մտածմունքն է նա։ Առաջինը, նախ պետքա որ գիտակցենք ճիշտն ու սխալը։ Ընդունենք։ Իսկ որտեղից ենք դա իմանում։ Աստծո խոսքից։ Իմանում ենք, որ այսի ճիշտ ճամփերն, այսի սխալը։ Մեր հասկացողությանը չենք վստահում։ Աստված ավելի լավ գիտի ճիշտ ու սխալ ճանապարհը, որտեղ դա իր ճանապարհներն է, իր ստեղծածն է ամեն ինչը, ինքը գիտի մեր համար որն է բարի։ Մենք այս պատից ենք ումը չենք տենում, բայց Աստված հավիտենականությունից առաջ մեզ գիտեր ու գիտեր որն է լավ, որը վատ։ Այսինքն ամենաառաջի գործը ճիշտ ու սխալ ճանապարհները զանազանել, երկրորդը որ կամենալ, որ գալ այդ ճիշտ ճանապարհին։ Գիտակցել, որ դա քոնը այն սխալը չի, այս ճիշտ ճանապարհն է։ Երկրորդը գիտակցելուց հետո ինչ կարելի անել։ Հասկանալ, որ դա մարդու համար անհնարին է։ Մենք կարդացինք ժողովուրդ։ Ես ուզում եմ ներեմ, պես աղջկան։ Չեմ կարող, Տեր ջան, օգնի։ Ուզում եմ, բայց չունեմ, հասկանում, ճիշտն է, հասկանում եմ, ճանապարհը ճիշտ է, բայց չեմ կարող անցնել այն ճանապարհը։ Ո՞նց անեմ, Տեր ջան։ Աստված ուզում է, որ դու գաս, անկեղծանաս իր մոտ։ Ասես Տեր չունեմ, Հակոբոսի մոտ ասում է, չունել, որովհետև չեք խնդրում։ Հետո կանցնենք չար ձևով խնդրելուն, բայց առայժմս, երբ որ դու գալիս ես նրա մոտ, ով որ կարա քեզ տա, դա ամենաառաջի կարևոր քայլն է, որ դու գիտակցում ես ու ապաշխարում ես, Տեր ջան, ես գիտակցում եմ, որ սխալ ճանապարհի մեջ եմ գա, գիտակցում եմ, որ ես ընկած էի, ես ուզում եմ, Տեր ջան, բայց չեմ կարող, օգնի, խնդրում եմ։ Աստված օգնում է։ Դա Աստծո կամքն է, որ քեզ օգնի, բարձրացնի, որովհետև ինքն է ուզում, որ քեզ ամենալավ տեղը դնի։ Ուրեմն, շատ կարևոր է, որ գիտակցում ենք ու գալիս ենք նրա մոտ, ով որ ունի, ապաշխարում ենք, անկեղծանում ենք, խնդրում ենք նրանից։ Խնդրել Աստծուց աղոթքով։ Հետո ես գիտեմ, հավատում եմ, որ Աստծո խոսքը Աստված մեկ է։ Իր կամքը ընդեղ է, իր ճանապարհները ընդեղ ցույց է տալու։ Դավիթն ասում է, քո խոսքը լույս է իմ ոտներին, իմ ճրագ է իմ ճանապարհներին։ Այսինքն, Տեր, ես փնտրեմ քո խոսքի մեջ, տենամ որտեղ, ոնց անեմ, ուղեցույց է քո խոսքը ինձ։ Շատ կարևոր է, բայց այդ խոսքը առանց Աստծո հոգի ոչ մի բան է։ Տեր, հոգովդ բացի այս խոսքը, աղոթքով, հավատքով ես կարդամ, խնդրել եմ, մի հատ նորից խնդրեմ ու փնտրեմ, տենամ ինչ է ուզում Աստված ասի, ոնց ինձ ուղղություն կտա, որ ես այս վատից անցնեմ դեպի լավը։ Ասում է, խնդրեք, թակեք, ձև կբացվի։ Եթե խնդրեք, կտրվի, եթե փնտրեք, կգտնեք, եթե թակեք, կբացվի։ Աստված ուզում է, որ մենք անենք, որովհետև արժեք ենք տալի դրան։ Այն բանին, որ արժեք տանք, մենք դա կփնտրենք։ Առավոտից գնում ենք աշխատելու, փողին արժեք ենք տալու, որովհետև պետք է մեզ այս կյանքում։ Իսկ հավիտենական կյանքի համար ինչքան պետք է էսի։ Իմ կողքի մարդուն ինչքան պետք է էսի, որ ես սրա մեջ եմ, ժողովուրդ ջան։ Շատ կարևոր է, անչափ կարևոր է։ Ես ուզում եմ, որ մենք մեր սրտի հոգու խորքում մի հատ դա գիտակցենք, ինչքան կարևոր է, որ ես ճիշտ տեղում լինեմ, որպեսզի եւ ես օրհնվեմ, եւ իմ տունը, եւ իմ կողքինները։ Ու Աստված համոզված եղեք, ինքը չի մերժում, ամեն խնդրողին տալիս է, ամեն փնտրողին օգնում է, որ գտնի, ամեն թակողի առաջ Աստված բացում է։ Ինչ է նշանակում։ Նախ ասեմ, որ երբ որ Աստվածը տալի, ասում է կամենալը, անելը, լցնելը Աստված անից է, խնդրել, փնտրել, գտնելը մեզանից է։ Մենք պետք է մեր բաժին անենք, հաստատ իմացեք, Աստված է դնում մեր մեջ, որ մենք դրանք ուզում ենք։ Առանց Աստծո լույսի մենք չենք էլ հասկանա։ Եթե մենք կամենում ենք, նշանակում է Աստված է բացը։ Էլի փառքը տանք Աստծուն։ Էլի ասենք շնորհակալ ենք Տեր Աստված, դու բացեցիր, հիմա օգնի, որ ես հասնեմ։ Ու հաստատ իմացեք, Աստված անելու է։ Ուրեմն
Աստծո խոսքը երբ որ ես աղոթքով կարդում եմ, Աստված մի հատ խոսք կբացի, որ քեզ էսա պետք։ Իսկ ինձ հասնում այդ խոսքս հավատքով վերցնեմ։ Այդ վերցած խոսքը ինչ անեմ։ Փորձեմ, որոշեմ, կատարեմ։ Մի ճանապարհ էլ այդ խոսքը երբ որ Աստված քեզ բացում է, միգուցե եղբորով, քրոջով, քարոզով, գրքով, աղոթքով Աստված քեզ խոսք տա։ Այդ խոսքը եթե թողեցիր, ոչ մի բան չի լինի։ Իսկ եթե որոշում կայացրեցիր, որ այս խոսքը ես պետք է վերցնեմ ու Տեր ջան օգնի, որ կատարեմ, Աստված էլ կօգնի։ Հնարավոր է մի անգամ չստացվի, երկրորդ ինչքան հնարավոր է այդքան արա։ Ոչինչ որ դու կանգնես, 7 անգամ էլ ընկնես, Տերը կանգնեցնի, որովհետև ինքը գիտի որտեղ ընկար, ինչի համար ընկար։ Մեր երեխեքը որ մի անգամ ընկնում են, երկու անգամ մենք չենք ասում, դե չես կարող քայլես, ոչ։ Մենք այնքան ենք իր հետ ընկնում, մինչև ինքը քայլի։ Բա Աստված ինչքան է անում։ Ժողովուրդ ջան, շատ կարևոր է մեզանից խնդրելը, փնտրելը, գտնելը, որոշելը ու անելը։ Իմաստություն ասում է, ով իմ խոսքեր լսում ու կատարում է, նա իմաստուն մարդ է։ Լինենք այդ իմաստունները, Աստված մեզ իմաստություն է տալի։ Չլինենք հիմար, չլինենք այնց, որ անտեսենք այդ ամեն ինչը։ Հակոբոսն ասում է, կամ խնդրում եք չար ձևով։ Ինչ է նշանակում չար ձևով խնդրել, չար նպատակով խնդրել։ Ես համոզված եմ, Աստծո մարդը չար նպատակով չի խնդրի։ Ում պատկերացեք, Աստծուց ես խնդրում եմ, որ Տեր ջան, թող իմ ծառայությունը բարգավաճի, լավ լինի։ Շատ լավ բան եմ խնդրում ու լավից եմ խնդրում։ Միակ ճշմարիտից, լավից խնդրում եմ լավ բան։ Բայց կարա դրա մեջ իմ նպատակս մի քիչ ուրիշ լինի։ Իմ ծառայությունը, որ ես երևամ։ Ոչինչ թող նրանցը քանդվի, ինչ ուզում անի, իմս բարձրանա, դա չար նպատակ է։ Թվում է թե լավ նպատակ է, փաթեթավորումը լավն է, բայց մեջը շատ վատ բան է, Աստված գիտի տենում է, դրա համար չի տալի։ Ժողովուրդ ջան, այդ չար նպատակները նշանակում է մարմնի համար, իմ հպարտության համար, իմ փառքի համար, իմ համար։ Անկախ նրանից թե սրա մեջ ով կտուժվի, ով չի տուժվի, Աստված չի տա։ Տեր, ես ուզում եմ մարգարելն եմ, որ սաղ տենան, որ ես ինչ հոգևոր եմ։ Ժողովուրդ ջան, Աստծուն պետք չի, որ քեզ ցույց տա, թե դու ինչ հոգևոր ես։ Այսինքն շատ կարևոր է, թե դու ինչ նպատակով ես խնդրում։ Շատ լավ բան, Աստված ասում է նախանձախնդիր եղեք հոգևոր պարգևների համար։ Ինչի համար։ Որ ես աճեմ, որ ես բարձրանամ, թե եկեղեցու համար, քրոջ աղբոր համար, անհավատների համար, որ բերեմ հավատքի։ Աստված իր փրկարար գործը արել է, անում է ու անելու է։ Ու այդ ամեն ինչը այդ փրկարար գործերի համար է։ Ուրեմն երրորդը, որ մենք կարողանանք հասկանալ, ինչ նպատակով ենք խնդրում։ Ու շատ պետք կարևոր է խնդրելը, փնտրելը, այդ ամեն ինչը լցվելը շատ կարևոր է, այդ նպատակները, բայց նպատակը շատ կարևոր է։ Մի շատ ոչ պակաս կարևոր բան, որ մենք հասկանանք, որ ինչ որ Աստված տալիս է, որ եթե Աստված մեզ պաշտպանել է, օրհնել է, օրհնում է, աճեցնում է, բազմացնում է, այդ ամեն ինչը ոչ թե որ մենք բարձրանանք ու հպարտանանք, այլ իր ժողովրդի համար է տալի։ Ինձ տալիս է, որ քեզ ծառայեմ, քեզ տալիս է, որ դու նրան ծառայես։ Դրա համար դու չես հպարտանա, նամանան որ դու գիտես, որ դա Աստված անից է քեզ տրված։ Դու եթե հասկանաս ինչի համար է տրված, դու չես հպարտանալ, դու կանես այն ծառայությունը, որ Աստված քեզ կտա։ Արդեն այդ սեր, այդ խաղաղության, այդ կապ, այդ ամեն ինչը իրար հետ կգործի։ Ո՞վ է ծառայում։ Երբ որ սիրում ես, դրա համար կծառայես։ Շատ կարևոր է, երբ որ մենք հասկանում ենք մեր օրհնությունները, ինչի համար Աստված տվել։ Մովսեսին Աստված բարձրացրեց, որ իր ժողովրդին գերությունից անի։ Եստերին Աստված սարքեց թագուհի, որ իր ժողովրդին փրկի։ Հեսուին Աստված բարձրացրեց, որ առաջնորդի դեպի Ավետաց երկիրը։ Եկեք բացենք Ծննդոց 50, 19-րդ խոսքից։ Հովսեփի մասին է, որ Աստված թույլ տվեց Հովսեփի հետ այդքան բաներ կատարվեց,
Աստված Հովսեփին օրհնեց, պահեց, պաշտպանեց, բարձրացրեց, դարձեց մինենց մեկը այդ միլիոնանոց Եգիպտոսի մեջ փարավոնից հետո երկրորդ մարդը դարձեց ինչի համար 70 հոգու համար ու Հովսեփը տեսեք ինչ ասում երբ որ եղբայրները գալիս են հոր մահից հետո մտածում են միգուցե արդեն հոր խաթր այսքան վաղ բան չէր ասում այրտեն հերը չկա միգուցե մեզի արդեն ինքը պատժի դրա համար ասում է Հովսեփն ասեց նրանց մի վախեք միթե ես Աստծո փոխարոտ եմ թեպետև դուք ինձ դեմ չարություն խորեցիք, բայց Աստված այն լավի դարձնել խորեց, որ աներ այն օրվա եղածի պես, այսինքն որ շատ ժողովուրդ ապրեսներ։ Ժողովուրդ ջան, դու մի նայ քուր եղբայրը ոնց արեց, ինչ արեց։ Դու նայ Աստծուն։ Աստծո նպատակը քո համար բարի է։ Աստված գիտի ուր տանելու, բայց միշտ հիշի քո համար չի անելու։ Եվ քո համար անելու, բայց ավելի գեր նպատակը կողքինիդ համար անելու։ Միշտ հիշենք դա մեզ կպահի մեր այն տեղը, որ մենք չհպարտանանք, մենք հասկանանք ու չպահենք այդ տաղանդը, ինչ որ մեզ տվել Աստված, որ մենք պարտավոր ենք ծառայելու, գնանք այդ ծառայության։ Մի ուրիշ շատ կարևոր բան։ Քեզ եւ կողքինիդ քո աշկերով չնայես։ Երբ որ ես իմ աշկերով ինձ նայում եմ, ես շատ եմ կիսվել։ Ասում Տեր ջան, ո՞նց ես կարող դու ինձ սիրես։ Սիրելու բան չեմ, եթե իմ ձեռը ճարն ես իմ մեջից դուրս գգամ։ Կմտնեմ այս մեկի մեջ, այն մեկի մեջ, այն մեկի մեջ, իրանք ավելի լավն են։ Տեր ջան, ո՞նց ես կարող ինձ սիրես, հետո հասկանում Տերը ամենակարող է։ Ի նմանին է կարա սիրի։ Տերը սիրում է։ Տերը ուրիշ աշկերով է մեզ նայում։ Ես որ նայում եմ, ոչ մի բանի պետք չեմ, ոչ մի շնորհք չունեմ։ Չեմ կարող վարամ, ամեն ինչ կարամ, ինչ ասես կարում եմ արդեն։ Աստված այդքան շնորհ ամեն ինչ կարամ չէ, համայր է թե ամեն ինչ, որտեղ ամենակարողը մենակ Աստված է։ Ես կուզեմ իր նման եղնեմ, այդքան բաներ մարդը այդ տաղաներով ինչ անում, սաղին հասնում է։ Ինձ պետք է ատամս հասարակում։ Էմանուելից պետք էր ընդ Իտալիայում բժիշկ էր, բժիշկների մոտ մի ամբողջ օր մնացինք, այդ 15 րոպեում մարդն արեց, ավելի լավ արեց։ Մեկին ոսկերի չու, մեկին ասեմ ինչ։ Կուզեմ ասենք всё պաղպոր նման եղնեմ, միշտ հիշում է, միշտ զանգում է։ Կուզեմ սլավի նման եղնեմ, sense բերանցս մեղր թափի, ու sense հատիկ, հայկի նման եղնեմ, որ երբ ասես չբառը չունի, մերի նման հյուրասեր եղնեմ, այն մեկի նման ժողովուրդ ջան, հատիկ սաղի կարամ ասեմ, ինչ լավ գանձեր եք դուք, ինչ լավ բաներ ունեք, բայց փառք Աստծո, որ ձեր նման չեն։ Մեկը պետք է ձեր մեջ, որ երևա որ դուք ինչքան լավն եք։ Բայց Աստծո համար էսի խնդրեմ չի ժողովուրդ ջան։ Աստված ինձ շատ սիրում էր, ցույց տվեց, ինչքան շատ է սիրում։ Ու Աստված ամեն մեկի դա շատ սիրում։ Ու դու մինա եթե դու ով ես, Աստված կարա մի վարքանում քեզ դարձնի ամենում։ Գեդեոնը վախեցած, ողկված։ Քիչ ուզում էր ցորեն հավաքել, որ ուտեր։ Փողջ 16 վախնում էր։ Եկավ Աստծո հրեշտակը, ասենց ասեց. «Օ զորավոր, չգիտեմ, հա Աստծո զորավոր քաջ»։ Այ մար վախից փախկվել է դու ասում ես զորավոր քաջ։ Այ հրեշտակ ջան, այ քո Աստծո մեռնեմ։ Որտեղ ես տենում ընդ զորավոր քաջ։ Բայց մարդու աշկերն ուրիշ է։ Տեսա որ իրոք վերջում տեսանք որ ինքը զորավոր ու քաջ էր, ազատեց Աստծո ժողովրդին։ Աստծո ձեռը չի, Աստված մեկին շնորհք է տալի ոսկերչություն, որ իր տապանակի վրա գործ անի, իր տան վրա գործ անի։ Մեկին շնորհք է տալի մի ուրիշ հարցում, Աստծո ձեռն է շնորհքը, ժողովուրդ ջան, մենք մեզանից ոչ մի բան չենք ներկայացնում։ Բայց Աստված կարա անենց անի, որ մենք որ ներկա գիտենք թե մենք ինչ որ բան ենք, դառնանք զրո, բայց այն որ արդեն հասկանանք որ զրո ենք, Աստված բարձրացնի։ Շատ կարևոր է որ մենք մեզ նայենք Աստծո աշկերով։ Երբ որ Աստված ասում է դու փրկված ես, դու սրբված ես, որ Աստված ասում է դու ես, դու քաջ ես, մենք էդի վերցնենք, գնանք այդ ուղղությամբ։ Ոչ թե նայենք մեր մարդկային աշկերով մեր մարմնին, ասենք մենք տկարենք ու այդ վախի մեջ ապրենք։ Աստծո կամքը էդի չի ժողովուրդ ջան։ Շատ կարևոր է եկել մի բան որ ինչ որ անում ենք իրար չանենք, իրար ենք անում, բայց
ի նկատի չունենանք, որ ես մի բան արեցի, Արվարդ քրոջն արեցի, կամ Մարգո քրոջն արեցի, այլ Աստծուն արեցի, որ ես Արվարդ քրոջից ու Մարգո քրոջից եկուց սպասելիք չունենամ։ Երբ որ ես անում եմ Աստծու համար, համ լավ եմ անում, համ ուրախանում եմ, միևնույն ժամանակ իրանցից սպասելիք չունեմ։ Եկեք բացենք Կողոսացիս 3:23-ը։ Եվ ամեն ինչ որ էլ անեք, սրտանց արեք, ինչպես Տիրոջը եւ ոչ թե մարդկանց, գիտենալով որ Տերիցը կառնեք ժառանգության հատուցումը, վասնզի Տեր Քրիստոսին ենք ծառայում։ Ժողովուրդ ջան, սրանից լավ բան ինչ կա։ Մարդուց մի սպասի, պետք չի մարդու ծափահարությունները, մարդու փառքը, տված փառքը։ Դա ոչ մի բան է։ Սպասի Աստծուց, Աստծուն անց փառքը, որ այդ անանցանելի է։ Աստված իրան փառավորողներին է փառավորում։ Արեք մեր ծառայությունների, մեր հարաբերությունների, մեր ամեն ինչի մեջ Աստծուն փառավորենք։ Ոչ թե մենք մեզ բարձրացնենք, մեզ փառավորենք։ Այնքան ծածուկ Աստծու գործեր անողներ կան, ասենք օգնություններ են անբան, որ մենակ Աստված գիտի։ Հավատացեք, մեկ-մեկ ես երազից մեջ երազում եմ, մեկին անեմ, ծածուկ անեմ, բայց վերջում մի հատ այնպես բան եմ անում, որ իմանալ ես եմ։ Դա այսինքն մարդու մեջ կա, որ վերջում էլի ցույց տա, որ ես արեցի, որ գովաբանություն ստանա։ Հոգևոր մանկություն երեխեքին, ես արեցի, վայ, ինչ լավ է, ծափ։ Մանկություն է, վատ չի, սկզբի համար լավ է։ Պետք է մենք այտենց մարդկանց ասենք ոգևորենք, որ մտնեն ծառայությունների մեջ, մտնեն Աստծո գործի մեջ, բայց դրա մեջ մնալը իրոք երեխայություն է։ Չարժե որ մենք մնանք դրա մեջ։ Աստված մեզ բոլորիս գիտեր։ Այս ամեն ինչը ստեղծելուց առաջ։ Լավ, արեք դա կարդանք։ Իմ ամենասիրած տեղերից մեկն է։ Հռոմեացիներից 8-րդ գլուխ 26-ից կարդանք։ Չէ, 27-ից։ 28-ից կարդանք։ Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին։ Նրանց, որ նախասահմանվելու կանչված են։ Ժողովուրդ ջան, մենք Աստծո սիրող մարդիկ ենք ստեղ։ Ինչ կատարվի իմ ու քո հետ իմացեք դա բարին առնելու։ Հովսեփ որ կատարվեց, ինքը չգիտեր բարին որն է։ Հավատացած եղեք, Աստծո խոստմունքն էսի, Աստված գիտի ինչ ասում։ Երբ որ մենք իրան սիրում ենք, մեր հետ ինչ լինի, դա մեզ մեծ հույս է տալի, որ ամեն ընկած տեղից մենք գիտենք, որ բարի է, սպասենք այդ բարին, որ տենանք։ Ու բացատրում է ինչի համար է Աստծո սիրողներին ամեն ինչ դեպի բարին, որովհետև նրանց, որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու, որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մեջ։ Ինչ է նշանակում նրանց, որ առաջուց ճանաչեց։ Այսօր մեր Տաթևքուրն ասաց, Աստված գիտեր, որ մենք իրան այո պետք է ասենք։ Մինչև մեր ծնվելը Աստված արդեն գիտեր, ստեղ գտնվող ով, երբ պետք է այոն ասեր ու ինչ ձև մենք պետք է ապրենք։ Մենք հետո իրան կմերժենք, թե միշտ կմնանք իր մեջ։ Աստված այդ լավ գիտի։ Դրա համար էլ Աստված վերստին ծնունդ է տալի, գիտի, որ դու արդեն իրանն ես, դու այն մարդն ես, որ քո որոշումները մեր համար շատ բաներ կա ապագա է, բայց Աստծո համար ներկա անցյալ ապագա չկա։ Իր համար սա ներկա է, ինքը նույն ժամանակ տենում է քո չծնված ժամանակ, թե դու ինչ պետք է անես։ Սաղմոսների մեջ ասում է, ես դեռ չծնված իմ բոլոր օրերը գրված են քո գրքի մեջ։ Աստված ամենագետ է։ Այսի Աստծո ամենագիտությունն է խոսում, որ Աստված դեռ մենք չծնված գիտեր մեզ ամբողջությամբ։ Դրա համար ասում եմ, ում սկզբից ճանաչեց, նրանց էլ նախասահմանեց։ Մեզ սկզբից ճանաչել է ժողովուրդ ու գիտեր, որ մենք պետք է իրան այո ասենք ու մենք այսօր ստեղ ենք։ Եվ որոնց որ առաջուց սահմանեց, նրանց կանչեց էլ։ Այսինքն Աստված մեզ կանչեց։ Ինչ որ մի ավետարանչի միջոցով, երազով,
ինչ որ մի ձևով Աստված մեզ կանչեց, ինչ որ մեկի աղոթներով, այսօր մենք Աստծո կանչի պատճառով ենք ստեղ։ Եվ որոնց կանչեց, նրանց էլ արդարացրեցել։ Եվ որոնց արդարացրեց, նրանց փառավորել արավ։ Ժողովուրդ, մի քիչ առաջ որ ասում ենք, Աստված գիտի, որ մենք իրան պետք է փառավորենք։ Դրա համար ինքը մեզ փառավորել արեց։ Մենք իր փառքի մեջ ենք փառավորված։ Առանց իրան մենք ոչ մի բան ենք։ Իրանով մենք մարդուն ինչա պետք դրանից ավել փառք։ Ամենակարող Աստծո երեխա կոչվելու։ Ամենակարող Աստծո մեջ ապրելու, ամենակարող Աստծո հետ մեկանալու։ Ես չգիտեմ դրանից ավել այն ժառանգությունը, որ ինքը պահել է։ Ապա ինչ ասենք այս բաների համար, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ, որ իր որդուն էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան, էլ ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ։ Ով է, որ Աստծո ընտրվածներին դեմ մեղադիր լինի։ Աստված է, որ արդարացնում է։ Ժողովուրդ ջան, այս այն խոսքերն է, որ ես ինչքան էլ ընկած եմ, այս խոսքերից բարձրացնում եմ։ Վստահություն է տալի։ Տեր ջան, դու գիտես, որ ես քեզանից չեմ հրաժարվի։ Այդ որ դու արդեն կանչել ես, դու այսքան արել ես, ես արդեն վստահ եմ, որ իմ կյանքում ես իրանից չեմ հրաժարվելու։ Ես միշտ իր հետ եմ մնալու։ Ինքը արդեն գիտի, ինքը արդեն ինձ հայտնում է, որ ես հետ քաշվողներից չեմ։ Ես հաղթող եմ, ես ավելին եմ, քան հաղթող իր մեջ։ Ժողովուրդ, դուք հետ քաշվողներից չեք, դուք ավելին եք, քան հաղթողները։ Ժողովուրդ ջան, ձեր աչքերով մի նայեք, դուք Մովսեսներ եք, դուք Գեդեոններ եք, դուք Հեսուներ եք, դուք առաքյալներ եք, որովհետև այդ նույն հոգին է, որ ամեն ինչ անում է։ Իրանց մեջ գործող նույն հոգին այսօր գործում է իմ ու քո մեջ։ Մենք այդ հոգով առաջնորդվենք, այդ հոգով լցվենք։ Ինչ է նշանակում հոգով առաջնորդվել, հոգով լցվել։ Երբ որ ես դատարկվում եմ, ասում եմ, Տեր, ես իմս չեմ ուզում, ազատ ինձ ինձանից։ Քոնն եմ ուզում, Տեր, դու լցրա, քո կամքը լցրա, քո գիտ ճանաչությունը, որ քեզ ճանաչեմ, քո կամքը ճանաչեմ, քեզանով լցվեմ։ Այ որ ես դատարկեմ, լցվեմ Աստծով, Աստված իր գործերը կանի։ Դրանով ես կանեմ մարմնի գործերը սպանեմ։ Առանց Աստծո հոգու մենք ոչ մի բան են, ոչ մի բան չեն կարող անել։ Դրա համար ասում եմ, միշտ լցվեք, անդադար լցվեք Աստծո հոգով։ Շատ կարևոր է Աստծո հոգով լցվել։ Ինչպես աղոթքով, կարդալով, Աստծո գործերն անելով, շատ կարևոր է, երբ որ մենք Աստծուն տեղ ենք տալի։ Դուք աղ եք, դուք լույս եք, դուք Աստծո բաց նամակներն եք, ամեն մեկի կողմից կարդացող, որ ձեզ կարդան տենան Տիրոջ գործերը, տենան Տիրոջը։ Ժողովուրդ ջան, ձեր աչքերով մի նայեք, Աստծո հետ խոստումները վերցրեք, դուք պետք է գրավեք այս կորտիկը, կորտիկի կողքերը, դուք ես էլ ձեր հետ։ Ու ամեն մեկը պետք է միանա, մեզանից ամեն մեկը, որ գալիս է, ինքը պետք է միանա, բայց իմացեք, մենք մենակ չենք կարող անել։ Դուք սյուները, ես կուզենայի, որ խնդրեմ մի քանի եղբայր գգա առաջ, մի տեսողական ինչ-որ բան ցույց տալու համար։ Մի քանի եղբայր ուղղակի արեք, դուք էլ արեք, մի քանի հոգի են պետք, լավ, տես մի, արի, դու էլ արի։ Համի ժողովուրդ, պատկերացրեք, լավ, դու տեք այն, լավ։ Պատկերացրեք սյուներ են։ Համի, սյունը եթե սխալ տեղում կամենացեղն, այդ սյունը մեզ պետք է, եթե տուն ասենք, դե քիչ մարդ եք, ան, հլը հաշվեք շատ են սյուները, ու տունը ստե պետք է սարքվի, այնտեղ սյունը ում է պետք։ Այսինքն սխալ տեղում կանգնած սյունը սյուն չի, պետք չի, այսինքն սրավ ջան, առաջ արի, իմ աղբեր, առաջ արի։ Հիմի սյուներ են, բայց առանձին կայնած սյուները որտեղ եք տեսել, ավերակներում, սյունը, որ առանձին կանգնած է, ուրեմն ավերակ է եղել, փլվել են այն տանիքը, կողքերը փլվել են, դրա համար իրանք առանձին են։ Սյուները ինչի համար են, նախ սյունի հիմքը պետք է շատ կարևոր է, սյունը հիմքը պինդ լինի, ամուր լինի։ Եթե ծուռ փափուկ հիմք եղավ, ոչ ամուր, այդ սյունը շուռ է գալու, կամ սկելու է, պետք չէ, այսինքն ինչքան է սյունը ուժեղ լինի, կարևոր է ինքը ինչ հիմքի վրա է կանգնած, որ ճամփին է ճիշտ ճանապարհի վրա կանգնածությունը։ Երկրորդը, իր ամրությունը, երրորդը, նա իրար փաթաթվեք, այտենց ուսերին, հա, այտենց ուսերին տենց։ Այսինքն, երբ որ տուն են սարքում, տեսած կլինեք, պայասոկ են ասում, այդ որ սյունեն իրար կապում են, ապոլովկեն ուրիշ է։ Շինարարին բան է սովորում։ Ապոլովկեն են որ, հա։ Այսինքն, սյուները պետք է իրար հետ կապ ունենան, որպեսզի նախ իրար բռնեն, որ ամուր լինի։
ասենք իրար բռնել են։ Իմաստը որն է, ասենց իրար բռնած կանգնեն։ Էդ էլ անիմաստություններ կլինի։ Սյունը նրա համար է, որ վրան շինարարություն արվի, կամ տանիք դրվի, կամ հար կառուցվի։ Այսինքն մենք որ սյուներ ենք, շատ կարևոր է որ ճիշտ տեղում կանգնենք, շատ կարևոր է որ իրար ամուր բռնենք, որ ասենք պայտակ մեր սլավ աղբոր ոտը որ մի քիչ թուլանա, չթողանք անգնի, իրան բարձրացնենք։ Իր հետ, եթե մեկն մի եղբայր ասենք մի քիչ փոքր է, չասեմ քո էսի քո տեղը չգնամ, հարմար չի քեզի բռնելը։ Մի քիչ իջնենք, մինչև իրան բարձրացնենք։ Կամ ինչ որ մեկի ուսերին դնենք, որ հետո հարմար, ասում եմ մենք կենթանի քարեր ենք իրար հետ հարմարվելով Աստծո տաճարն ենք սարքում։ Մենք պետք է իրար հետ հարմարվենք։ Սյունը առանձին բանի պետք չի, ինչքան ուզում ես հոգևոր մարգարե եղի, չգիտեմ ով եղի, եթե մենակ ես անիմաստ է։ Եթե այն բաղամը լավ մարգարե էր, բայց ճիշտ տեղ չկանգնեց, դառավ գայթակղության ժայռ։ Բայց կարա լավ ուժեղ Աստծո մարգարե լավ գործեր աներ, բայց ինքը հետ չարեց։ Շատ կարևոր է սյուն լնել, ճիշտ տեղում լնել, իրար հետ շատ կապված լինել ամուր կապով ու միշտ մտածել, որ էսի չէր իմ նպատակը։ Իմ նպատակը ինչ որ մեկին իմ ուսերի վրա կարելն է, ինչ որ մեկին բարձրացնելն է, ինչ որ մեկին բռնել որ չընկնի։ Դրանք շատ կարևոր է։ Եթե մենք հոգով չընթանանք, մեր մարմինը չի թողա մենք այտենց լինենք։ Մենք պետք է դրա մեջ լինենք։ Ժողովուրդ ջան, հələ պատկերացեք, ես մի հատ չոր ունած մարդ եմ, որ ինձ ծռել չի լինի, ես իմ անկյունները բան, գալիս եմ, չէ դու ստե կայնի, քո տեղը լավ չի, ես պետք է ստե կայնեմ, դու էլ մի քիչ հեռու կայնի։ Աստված այդպես չի ուզում, Աստված ուզում է, որ մենք լինենք այն կովը, որ իր ձեռների մեջ որ ինչ ֆորմա պետք է մեզի տա։ Եթե ստեղը մի քիչ նեղա, ինձի մի քիչ ստեղ նեղացնի, ստեղ սենց անի, կամ էլ տանի հերվից, ասի դու էլ ստեղից իրանց փաթաթվի։ Այսինքն մենք լինենք ֆլեքսիբլ, չլինենք մեր կողմ, ես ասեմ, որ կամ դուք հարմարվեք ինձ։ Տեր ջան, ինձ անց մշակի, ինձ անց տրորի, որ ես կարողանամ հարմարվեմ, որ ես ստեղ պետքա ստեղ կպայեմ, պետքա այնտեղ կպայեմ, պետքա մեկի ոտի տակը կլինեմ, որ ասենք մեկի մի ոտը մի քիչ ցածր է, իր ոտի տակ կլինեմ, որ ինքը հավասար լավ կայնի։ Այդ քարերի մեջ որ տունը սարքում, տարբեր չափի քարեր են։ Մեկը մեծ, մեկը փոքր, իրանք չեն ասում, դու չես բռնսում իմ հետ, գնա ստեղից, չէ, ցեխով, ցեմենտով այնց են դզում։ Աստծո սերը, Աստծո այդ միաբանությունը, Աստծո հոգին մեզ այնց կարա հարմարացնի իրար հետ, որ մենք մեծ պատ սարքվենք։ Քարեր կլինի, որ ցեխի մեջը կլինի, չի երևա, բայց իր դերը այնքան շատ կարևոր է, մեծ այդ քարին չթողա գլորվի։ Հովիվի կողքը լինի, այդպես Մովսեսի ձեռները բարձրացնում են, պետք էր։ Մեկ հովի կողքը, իրար կողքը, մենք ենք թեկուզ մենք չերևանք։ Կարևոր չի մենք երևանք, Աստված տենում է։ Ժողովուրդ ջան, երևի շատ երկար խոսացի, չգիտեմ, ինձ կես ժամ են ասել, թե չի լրացել է կես ժամ։ Ես նորից շնորհավորում եմ ձեզ, օրհնում եմ ձեզ էլ մեզ ի նկատի ունենալ ձեր հետ միասին։ Իմ ուրախությունն է, այդ դառնությունը շատերը ճաշակեցին, այդ չլնելու, չծառայություն չլնելու դառնությունը շատ մարդիկ են ինձ դիմել, ստեղի մարդկանցից, աղոթեք որ կորտիկը սկսվի, աղոթեք, խի ման չէ գալի, խի սենց չի, այդ դառնությունը իրոք իրանք զգում են, մենք էլ ենք զգում, պետք չէ որ էսի, խի սենց եղավ, փառք ասում, էլ եմ ասում, Աստված բարի է, Աստված ողորմած է, Աստված օրհնել է, ու փառք ասու է սկզբի համար, մենակ թե խնդրում եմ, այն անցյալից, կորոնայից առաջից վատ բաներ չբերեք ստեղ, այն ամեն ինչը մենք թողում ենք ընդեղ Հիսուսի անով, կարող է լինի մարդ են հինից մնացած, ես մի քիչ հետ սենց, մի քիչ ընենց, մի քիչ մրցակցություն թողենք դրանք երեխայական մարմնական բաներ են, իրար հետ սերտ սիրով, սերտ կապով, հոգու միաբանությունով, իրար օգնելով, իրար հետ պնդանալով աճենք, որովհետև եթե դու հաջողակ ես, դա իմ հաջողությունն է, եթե դու ընկար, ես էլ եմ ընկնում քո հետ։ Մի շինություն է, հələ պատկերացեք, պատիկեսը բլվի, ինչ, մնացած սաղ ամեն ինչը կբլվի։ Մենք իրար պետք ենք, իրարով ենք, իրար համար ենք ու Աստված օրհնի բոլորիս, որ կարողանանք իր հոգով լցված իր գործերն անենք։ Մարդիկ ասում են աշխարհի մարդիկ սպասում են
Հետեցում են, սպասում են Աստծո որդիներին, շատ մարդիկ սպասում են մեզ ժողովուրդ ջան։ Մենակ այն չէ որ մենք գանք ստե ջան, Ղուրբանիը շատ լավ է, բայց մտածենք Աստված մեզանով ուզում է հասնի դեր, լույսը պետք չի, լույս տեղերը։ Լույսը պետք է մութ տեղերը։ Դուք լույս եք, մի մոռացեք։ Մենք շատ գործեր ունենք, Աստված օրհնի։ Ես գիտեմ որ Աստված շատ մեծ պատուղներ աստեղ ցույց տալու, որովհետև այստեղ նվիրված մարդիկ են։ Այստեղ անցյալից վատ բաներ չբերող մարդիկ են, այլ լավն են վերցնում, լավն աճեցնում են։ Աստված օրհնի բոլորիդ։ Եկեք անենք արեք։ Հալելույա Տեր ջան։ Փառք ես մեր փառավոր Հայր։ Գովում ենք քո սուրբ անունը Տեր ջան։ Շնորհակալ ենք Տեր ջան, որ դու քո արունով գնեցիր այս ժողովրդին։ Քո ժողովուրդը դարձել ես Տեր ջան։ Շնորհակալ ենք Տեր ջան, այս նոր սկիզբի համար Տեր ջան։ Տեր, մենք գիտենք, որ ինչ որ նոմա քեզ սիրողներն դեպի բարին է։ Մենք գիտենք այն բաները, որ դու թույլ տվեցիր Տեր ջան, այսօր մեզ դեպի բարին է տանելու։ Մեզ ավելի աճացնելու է, մեզ ավելի բազմացնելու է Տեր ջան։ Տեր, մենք քո կարիք ունենք։ Տեր, ուզում ենք, որ մեր ծառայությունների մեջ, մեր սիրելու մեջ, մեր իրար հետ հարաբերությունների մեջ դու փառավորվես, քո կամքը կատարվի։ Տեր, ահա մենք, ահա մեր քույրեր եղբայրներով ուզում ենք Տեր ջան, որ դու մեզ զորացնես, ուղարկես աշխարհ, Տեր ջան։ Քո ժողովրդին բերելու համար, քո տունը ոնց որ ժամանակին եկան մեր հետևից մեզ բերեցին։ Տեր ջան, խնդրում ենք մեր կյանքին այդ իմաստ, այդ ուրախությունը տուր։ Քո գործի մեջ ցնծություն կա, ուրախություն կա։ Տուր որ այդ ցնծությունով մենք բոլորս ուրախանանք։ Օրհնում եմ այս եկեղեցին, այս ժողովուրդը Տեր ջան, ու փառքը քեզ ենք տալի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։